մեր գլխավոր խմբագրի հետ կփորձենք մի փոքր բացել թեման։ Տիգրան, ակնհայտ երևում է, որ չնայած իշխանության կոչերին եւ այլնին, միևնույն ժամանակ 10 եպիսկոպոսների հայտարարություններին մայրաթոռը մարդաշատ է, բայց մայրաթոռը մարդաշատ է հենց ամենայն հայոց հայրապետի աջակիցներով, եկեղեցին, այսպես ասած, պաշտպանողներով, ինչ ենք հասկանում հիմա, ինչի առաջ են կանգնել ու այսօրվա իրադարձությունները ինչի մասին են։ Նայեք, մի քանի բան կարելի է հասկանալ, Փաշինյանը զանդաժ է անում, մոտարապես ուզում է հասկանալ, եթե ինքը որոշի գլխավորել որոշակի զանգված եւ մտնել մայրաթոռ կամ ինչ-որ բան այնտեղ ձեռնարկել, փորձում է հասկանալ հավաքական անդիմության թափը ինչքան է եւ փորձում է հասկանալ իր աջակիցները ինչքան են եւ ինչքան ոնց են տրամադրված այս ամեն ինչին դրա համար իմ կարծիքով այսօր ես դրա համար հարցրեցի Արփինեին արդյոք եկել են այդ ազնվորությունները թե ոչ դժվար թե իրենք գային որովհետեւ շոշափելի տարբերություն է հա հավատալով ժողովրդի եւ այդ մի խումբ այսպես ասենք սատարողներին Փաշինյանական դե գումարած ոստիկանությունն են կարծիքով քանի որ այդ մարդիկ արդեն ապացուցել են որ վախկոտ են հա շատ եմ ցավում դե իրենք դեռևս օծված ուրեմն եպիսկոպոսներ են շատ եմ ցավում որ այդպիսի բաներ պետք է ասեն բայց քանի որ Փաշինյանը իրենց վախաբռները իրանք ապացուցել են որ վախկոտ են այստեղից արդեն պարզ երևում է որ այս քանակի մոտ դժվար թե իրենք ցանկություն ունենան մոտենան կամ պետք է շրջապատված լինեն այնպիսի քանակով ոստիկաններով եւ պետական պահպանության ծառայությունների աշխատող որ երևի թե նույնիսկ Փաշինյանն կնախանձեր հա այդ քանակին Տիգրան, տեսեք, անընդհատ պարբերաբար կիրակի օրերին ժամերգություններ էր տեղի ունենում տարբեր եկեղեցիներում եւ ավելի շատ ոչ այնքան մարդաշատ եկեղեցիներ էր ընտրում Փաշինյանը ու գնում էր այնտեղ պատարակների։ Այս ամենով ինքը փորձում էր հասկանալ ընդդիմությունը կնդվզի, կմիանա իր մայրաթոռի պաշտպանությանը թե ոչ, ինչի մասին էին այս ժամերգությունները ու ինչի մասին է այսօր մայրաթոռում կատարվելիքը։ Տեսեք, Փաշինյանը փորձում էր Փաշինյանը կարծում էր, որ ժողովրդի մեծամասնությունը աջակցում է իրեն եւ եթե ինքը սկսի գնալ այդ պատարակների, հա, բազմահազարանոց զանգված կմիանա իրան եւ դա իրեն որոշակի մանդատ կտա, հիմք կտա հարձակվել մայրաթոռի վրա եւ վեհապարի դեմ կիրառել նույնիսկ ուժային ուրեմն մեթոդներ պահկվելով ժողովրդի ետևում իր պատկերացրած հակակաթողիկ կաթոլիկոս ժողովրդին, բայց չի ստացվում։ Տեսեք, ամենամարդաշատը եղել է Անավանքում, հա, բազմաթիվ մարդկանց ինքը բերել ոստիկաններ էր բերել, գրաժնացքով մարդկանց էր բերել, ինչքան շատ ցավոտ հարված ինքը ստացավ Թալինում, որովհետև Թալինում նիկոլականները շատ են եւ այնտեղի քաղաքապետը նաեւ նիկոլական է, բայց այնտեղ ավելի քիչ մարդ եկավ պատկերացրածից եւ այն նոկաուտ չէ, բայց նոկդաուն առնվազն ստացավ Գյումրիում, երբ ոչ մի քահանա չմիացավ ցանկություն չունեցավ զեղչել պատարակը, ավելին դատարկ տեղն են պատարակարել, ինքը ստիպված էր եղել Երևանից մարդ բերել, իսկ այս այգեշատում ընդհանրապես զավեշտալի պատկեր էր, որովհետև եկեղեցում ավելի քիչ մարդ էր, քան եկեղեցում դուրս գտնվող ավտոմեքենաները, հա, եւ առնվազն բոլորը տեսան, այդ թվում նաեւ Փաշինյանի տերերը, ովքեր իրան դրդում են այս քայլերի, որ առնվազն ժողովրդի կողմից ինքը այդ մանդատը չունի, իսկ այլ շատ պարզ երևում է, որ այդ 10 եպիսկոպոսները չեն կարողանում իրենց հետևից սովորական ժողովուրդ տանել եւ փաստացի խայտարակ են լինում։ Սա բոլորը, սա տեսնում եք ոչ միայն մենք, սա տեսնում են նաեւ աշխարհի քաղաքական կենտրոններ, սա տեսնում են նաեւ խոշոր կոնֆեսիաները, հա, եկեղեցական եւ իրանք տեսնում են, որ այդ 10 եպիսկոպոսները նույնիսկ չեն կարողանում 10 հոգի իրենց ետևից տանեն եւ ստիպված Փաշինյանն է ինչ-որ կերում մարդկանց կամ ինչ-որ պարտադրում որոշակի կուսակցակիցներին այստեղ ինչ-որ մարդ ապահովել, այսինքն ելի եմ ասում շատ եմ ցավում, բայց Նավասարդ Կոչոյանը այդքան չկա, որ իր համար գոնե իր հետևից 100 հոգի գան եւ սա նաև ցավոտ հարված հենց Նավասարդ Կոչոյանի եսասիրության եւ ինքնասիրությանը, որովհետեւ փաստացի ամենախոշոր եպարխիաներից մեկի առաջնորդը, հա, մարդ չունի, այսինքն վստահությունը իր հանդեպ շատ ցածր է եւ նաև սա ցույց է տալիս, որ կաթողիկոսի դեմ պայքարել Նավասարդ Կոչոյանով, սա Փաշինյանի ռազմավարական խոշոր սխալն էր, որովհետեւ
եթե որոշակի ինչ-որ վերաբերմունք կար որոշակի շերտերի մոտ կաթողիկոսի հանդեպ, ապա Նավասարդկաջյանի հանդեպ որևէ դրական վերաբերմունք որևէ շերտի մոտ չկա։ Տիգրան, տեսեք, այգեշատում վերջին պատարագի ժամանակ, պատարագից հետո, երբ լրագրողները մոտեցան 10 եպիսկոպոսներից մեկին, ով միացել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, հարցրեցին, ասեցին, դուք Վեհափար Հայրապետին ձեր հայրապետ համարում եք, թե ոչ։ Եվ նա ասեց, որ այո, Վեհափար Հայրապետը իմ հայրապետն է եւ ես չեմ պահանջում Վեհափար Հայրապետի հրաժարականը։ Բայց միևնույն ժամանակ 10 եպիսկոպոսներից հենց այդ եպիսկոպոսը եւս միացավ հայտարարության թեկուզ եւ այս վերջին հայտարարությունը, որտեղ հրապարակվեց, այս մասով ինչ կարող ենք ասել։ Մեկ լրատվամիջոցներին ասում են, որ ոչ, իրենք Վեհափար Հայրապետին համարում են իրենց հայրապետ, բայց մեկ էլ հայտարարում են, որ պետք է Վեհափար Հայրապետը հրաժարական տա։ Շատ ճիշտ հարց տվեցիք, տեսեք, մենք չենք ներում այդ մարդկանց ստորագրությունները, հա, եթե այն առաջին նամակի տակ որոշակի ստորագրություններ կար եւ հետո Փաշինյանը ընդունեց 10-ից 8-ին, հա, մենք հիմա այդ ստորագրությունները չենք տեսնում, մենք չգիտենք այդ իրենք ստորագրել են թե չեն ստորագրել, տպավորությունն այնպեսին է, որ իրենց ձեռքից անձնագրերը խլել են, հա, եւ իրենց անունից ինչ ասես տարածում են, այսինքն վաղը կարող է Փաշինյանի ընտանեկան թերթը տարածի, որ իրենք միացել են LGBT համայնքին, էլի, հա, կամ չգիտեմ, ու որևէ մեկը չի կանգնում, ասում չէ, մի մասը, նայեք, օրինակ մեկը Անուշավան Ժանկոչյանը ինքը ընդհանրապես Հայաստանի տարածքում չէ եւ իր հետ անհնար է ինչ-որ ձևի կապ հաստատել, հա, Արցախի թեմի առաջնորդը փախած է, հա, իր թեմից, հա, եւ թեմի խորհուրդը նաեւ առաջարկել է կաթողիկոսին հեռացնել Արցախի թեմի առաջնորդին իր պաշտոնից, մի քանի օքին, ինչպես դուք եք ասում, ուրեմն ասում են, որ Վեհափարը մնում է Վեհափար, որոշ տեղեր հենց Փաշինյանը դուրս է գալիս, այնտեղ չզեղծած պատարակներ են մատուցում, հա, որոշ թեմերում անհնազանդություն է լինում թեմի առաջնորդների կարգադրությունին, այսինքն սա ցույց է տալիս, որ այդ բլիցկրիգը չի ստացվել, Փաշինյանը մտածել է այդ 10 արկի եպիսկոպոսած թափով հայտարարություն անենք, եկեղեցին կփլուզվի կճակի, չփլուզվեց, չճակեց, ավելին կաթողիկոսը կարողացավ պաշտպանել իր միապետությունը եւ այս մարդիկ այս 10-ից ու առնվազն մեծ մասը 6-7-ը իրենք հայտնվել են բավական ծիծաղելի վիճակում, ես շատ համոզված եմ, որ որոշակի նրանցից որոշակի զանգված փորձել է այսպես թե այնպես կաթողիկոսի հետ որոշակի լեզու գտնել, որոշակի ճանապարհներով կապ հաստատել, ասել ու մեզ խաբել են, մոլորվել են եւ այլն, որովհետեւ գաղափարական հակակաթողիկոսական դեմքեր իմ կարծիքով այնտեղ 2-3 հոգի է եւ ցավում եմ նրա համար, որ այդ 2-3 հոգի մեջ նաեւ ուտողորացող կերպարներ կան, որոնք ամեն ինչով օրինակ պարտական են նույն Վեհափարին։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիգրան հարցը քննարկելու համար։